այսպես պատերազմի իմիտացիա Իրանի եւ Իսրայելի միջև, թե ինչ ռիսկեր է պարունակում Թեհրանի եւ Տել Ավիվի միջև կատարվածը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, հարգելի հեռուստադիտողներ, հունիսի 22-ի առավոտյան հայտնի դառավ, որ ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին, դրա մասին հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը, նշվեց, որ 3 օբյեկտների, որոնք գտնվում են Սվահանում, Ֆորդոյում, Նատանզում, հարվածներ են իրականացվել ամերիկյան օդուժի կողմից, բայց ինչն էր հատկանշական, հարգելի հեռուստադիտողներ, ոչ ամերիկյան կողմը, ոչ իսրայելական կողմը մինչ այս պահը օբյեկտիվ մոնիտորինգի տվյալներ չեն ներկայացրել, որոնցից ելնելով մենք կարող ենք գալ եզրակացության, որ միջուկային օբյեկտները, միջուկային ծրագրի օբյեկտները ոչնչացված են։ Ավելին, մենք նաև ինչ տեղեկություն ստացանք այս մի քանի օրերի ընթացքում, ամերիկյան The Washington Post-ը հրապարակեց Արբանյակից արված լուսանկարներ, որոնք արվել էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի հատվածում, որոնք արվել էին հունիսի 19-ին, այսինքն ամերիկյան հարձակումից 3 օր առաջ, մի շարք բեռնատարներ ըստ երևույթին կրիտիկական ենթակառուցվածքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները եւ այլ օբյեկտները Ֆորդոյից տեղափոխում էին մեկ այլ տեղ, այսինքն մենք մի կողմից ունենք մի իրավիճակ, երբ որ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Իսրայելը կարող են հայտարարել, որ իրենք ոչնչացրել են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի համար կարևորագույն օբյեկտները, մյուս կողմից մենք ունենք այս լուսանկարները, որոնք մեզ մոտ կասկածի տեղ են տալիս, բայց նույնիսկ այս լուսանկարները չեն գալիս ապացուցելու, որ Իրանը կարողացել է փրկել իր միջուկային ծրագիրը։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բոլոր 3 կողմերն էլ մեզ իրականում չեն ասում, թե ինչ է կատարվել այս ընթացքում։ Դրանից հետո մենք նաև ինչի ականատես եղանք, արդեն հունիսի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, որ կողմերը դադարեցնում են ռազմական գործողություններ եւ հրադադարը հավերժ է լինելու, ավելին, ինչպես մեր գործընկեր Արտուր Սահակյանն նշեց, նաև նա այսօր փաստացի իսրայելական օդուժին հրահանգեց վերադառնալ Իսրայել, հարվածներ չհասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը, փաստացի պատերազմն ավարտվեց, գոնե պատերազմի այս փուլը եւ արձանագրենք նաեւ հետեւյալ իսկապես բավականին հետաքրքիր պատերազմ ստացվեց, որովհետեւ պատերազմական գործողություններում ակտիվ ներգրաված 3 կողմերն կարող են հայտարարել, որ իրենք հաղթել են այս պատերազմում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը, ինչպես արդեն նշեցինք, կարող է ասել, որ նա կարողացավ կասեցնել պատերազմը, որ նա արժանի է Նոբելյան մրցանակի, ինչպես նաև ասացինք, արդեն կան նույնիսկ կոնգրեսականներ, որոնք համապատասխան նամակներ են ուղարկում Նոբելյան կոմիտե Դոնալդ Տրամպին այդ մրցանակը հանձնելու համար։ Իսրայելից կարող են հայտարարել, որ այս մի քանի օրերի ընթացքում իրենք ոչնչացրել են կրիտիկական ենթակառուցվածքները առաջին հերթին միջուկային ծրագրի, ինչպես նաև ռազմական պոտենցիալին Իրանի Իսլամական Հանրապետության շատ լուրջ հարված է հասցվել, իսկ Իրանի մեր բարեկամները, մեր հարևանները, մեր գործընկերները կարող են ասել հետևյալը, որ մենք տեսանք, որ միավորվեցին Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց իրենք չկարողացան ոչնչացնել մեր միջուկային ծրագիրը, լսեք, դա ապացուցող փաստեր չկա, որ չի ոչնչացել, բայց չկան նաեւ փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ իսկապես ոչնչացվել է միջուկային ծրագիրը։ Մյուս կողմից Այաթոլլան կարողացավ միավորել իր շուրջ իշխանական համակարգը, արձանագրվեց նաեւ այն, որ նույնիսկ երբ որ Թել Ավիվը եւ Վաշինգտոնը միավորվում են, ռեժիմի փոփոխություն Իրանում չեն կարողանում իրականացնել, դա որոշակի առումով իշխանությունը երկարաձգելու ակնհայտ լիմիտ է տալիս Այաթոլլա Ալի Խամենեին, բայց արձանագրենք եւս մի կարևոր դրվագ, ինչի մասին քանիցս արդեն խոսել ենք, ելնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական խնդիրներից եւ MAGA ծրագրից, որը ենթադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական ներուժի զարգացում, Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն մեկ ռազմավարական խնդիր՝ զսպել Չինաստանի զարգացումը, այդ թվում նաև ֆիզիկապես արգելափակել Չինաստանի համար հնարավորությունները դուրս գալ համաշխարհային շուկաներ։ Դա իրականացնելու համար ամերիկացիները պետք է կենտրոնացնեն հնարավոր բոլոր ռեսուրսները մերձավոր արևելքից եւ Ուկրաինայից դուրս բերեն իրենց զորքերը եւ կենտրոնացնեն այդ ուժերը Չինաստանին զսպելու համար։ Եթե Դոնալդ Տրամպը կարողացավ պատմական այս փուլում
ավարտին հասցնել Մերձավոր Արևելքում պոտենցիալ պատերազմի բռնկման այդ վտանգը, ինչպես նաև գոնե ֆորմալ առումով կարող են հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակից Իսրայելի անվտանգությունը ապահովված է, քանի որ ոչնչացված է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, դա իրենց հնարավորություն է տալիս կենտրոնացնել իրենց բոլոր հնարավոր ռեսուրսները տնտեսականից մինչև ռազմական Չինաստանին զսպելու ուղղությամբ, բայց որտեղ է այս ամենում Հայաստանի Հանրապետությունը, հերթական անգամ պետք է արձանագրենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը իր աչքերի առաջ տեսավ օրինակ նրան, թե ինչպես կարող են խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողները ներգրավել մի պատերազմական գործողություններում կամ պատերազմական գործողությունների իմիտացիայում, որի արդյունքում բոլոր կողմերն էլ կարող են հայտարարել, որ իրենք հաղթող դուրս եկան։ Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, Աստված մի արասա, երբ որ տարածաշրջանի այլ մայրաքաղաքները եւս ռմբակոծվում են, այդ ռմբակոծությունների շրջանակներում շարունակում են դիվանագիտական որոշակի գործընթացներ եւ վերջում եւ Ադրբեջանը եւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ երկու կողմն էլ հաղթել են։ Ադրբեջանը կարող է ասել, որ ինքը ստացավ այն, ինչ ինքը ուզում էր, Նիկոլ Փաշինյանն էլ կհայտարարի, որ գնալով զիջումներին նա կարողացավ պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականության գոնե ինչ որ մի հատված կամ միլիոնավոր կյանքեր փրկեց։ Հարգելի հեռուստադիտողներ, պետք է արձանագրել հետեւյալը. մենք ականատես ենք եղել մի քանի տարիների ընթացքում նրան, որ հենց այս սցենարով զարգացան իրադարձությունները Արցախի Հանրապետությունում եւ ով ասաց, որ նույն սցենարը չի կարելի իրականացնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, առավել եւս երբ որ մենք տեսնում ենք, որ այնպիսի խոշոր խաղացողները, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հենց այդ սցենարն էլ կյանքի են կոչում։ Մտածեք այդ մասին։